Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում կրքերը շարունակվում են թեժանալ, եւ այսօր մենք ականատես ենք լինում հոգեբանական այնպիսի բախումների, որոնք անդառնալի հետք են թողնելու մեր հերոսների ճակատագրերի վրա։ Այս սերիան աչքի է ընկնում իրարամերժ էմոցիաներով, խորը հիասթափությունից մինչև անսահման անկեղծ սեր։ Սկսենք Արշակից, ում ուսերին այս պահին դրված է աշխարհի ամենածանր բեռը։ Իմանալով, որ Լանան իրականում Մագդայի մայրն է, Արշակը հայտնվել է փակուղում։ Նա հասկանում է, որ Մագդայի ամբողջ կյանքը կառուցված է եղել մեծ ստի վրա։ Պատկերացրեք այդ խեղճ աղջկա վիճակը, եթե նա միանգամից իմանա ողջ դաժան ճշմարտությունը, որ ինքը ոչ թե Արշակի քույրն է, այլ նրա եղբոր դուստրը, եւ որ ամենասարսափելին է, իր հարազատ մայրը Լանան իրենց տուն էր մտել որպես հասարակ գող թալանելու նպատակով։ Սա կրկնակի, եռակի հարված է, որը կարող է պարզապես ոչնչացնել Մագդայի փխրուն հոգեբանությունը։ Այդ իսկ պատճառով Արշակը որպես իսկական եւ հոգատար հարազատ փորձում է փափկեցնել սպասվող հարվածը։ Նա սկսում է հող նախապատրաստել ու Մագդային ասում է, որ միգուցե Լանայի տարօրինակ պահվածքը եւ արարքները ինչ-որ բացատրություն ունեն, սակայն Մագդան, ով դեռ ոչինչ չգիտի, անկեղծորեն զարմանում եւ նույնիսկ վրդովվում է։ Նա չի հասկանում, թե ինչու է Արշակը հանկարծ սկսել պաշտպանել մի կնոջ, ով վտանգել է իրենց ընտանիքը։ Մինչ Արշակը փորձում է պաշտպանել Մագդային անցյալի ուրվականներից, Նորոյի տանը իրական փոթորիկ է հասունանում։ Ստի եւ դավադրությունների մթնոլորտը վերջապես պայթում է։ Նորոն պատահաբար ականջալուր է լինում Էլիզի եւ տատիկի խոսակցությանը եւ հասկանում է, որ իր մեջքի հետևում ինչ-որ մութ ծրագրեր են կառուցվում։ Նա այլևս չի հանդուրժում այս կեղծիքը եւ կտրուկ պահանջում է ասել ճշմարտությունը։ Տատիկը, հասկանալով, որ խուսափել այլևս հնարավոր չէ, խոստովանում է։ Բաբկենը, այն մարդը, ով լքել էր նրանց, վերադարձել է Հայաստան եւ ուզում է նորից մտնել իրենց կյանք ու վերադառնալ տուն։ Նորոյի արձագանքը հենց այնպիսին էր, ինչպիսին սպասում էինք իրական տղամարդուց, ով անցել է բազմաթիվ զրկանքների միջով։ Նա կտրականապես առանց քննարկման նշույլի անգամ մերժում է այդ միտքը։ Նրա խոսքերը հնչում են որպես վերջնագիր։ Այս հարցին անդրադառնում եմ առաջին եւ վերջին անգամ։ Այն վայրկյանին, երբ այդ մարդը ոտք դնի այս տուն, ես նույն րոպեին կհեռանամ այստեղից։ Նորոն ասում է իր ծանր, բայց արդարացի խոսքն ու դուրս գալիս տանից, թողնելով բոլորին լռության մեջ։ Բայց այս տանը կա մեկը, ում համար այս քաոսը իսկական նվեր է։ Հասմիկը, ով կողքի սենյակից լսում էր այս ողջ վեճը, անմիջապես անցնում է գործի։ Նա հասկանում է, որ սա իդեալական պահ է իր դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար։ Նորոյի հեռանալուն պես նա խնդրում է տատիկին անհապաղ զանգել Բաբկենին եւ հանդիպում նշանակել, որպեսզի ինքը անձամբ փոխանցի Նորոյի արձագանքը։ Տատիկը կուրացած իր նպատակով համաձայնում է եւ ահա Հասմիկն ու Բաբկենը հանդիպում են։ Հասմիկը սկսում է իր վարպետորեն հյուսված ստերի շղթան։ Նա մանիպուլացնում է Բաբկենին, աղավաղում է փաստերը, ամեն ինչ հարմարեցնելով իր սեփական, էգոիստական ծրագրերին։ Այս երկուսի դաշինքը ամենավտանգավորն է լինելու այս պատմության մեջ։ Սակայն այսքան դավաճանությունների եւ ծանր էմոցիաների ֆոնին սերիալը մեզ պարգևում է նաեւ անչափ լուսավոր եւ հուզիչ մի տեսարան։ Տան ծանր մթնոլորտից խեղդվելով, Նորոն գնում է այն միակ մարդու մոտ, ով իրեն ուժ ու խաղաղություն է տալիս՝ Մագդայի մոտ։ Նրանց միջև տեղի է ունենում շատ անկեղծ, խորը եւ հոգեպարար խոսակցություն։ Նորոն, նայելով Մագդայի աչքերին, հարցնում է, թե արդյոք նրանց բաժանումից հետո Մագդայի զգացմունքները փոխվել են եւ ինքն առաջինն է խոստովանում։ Ժամանակի հետ ես սկսել եմ քեզ շատ ավելի ուժեղ սիրել։ Սա իսկական տղամարդու անկեղծ խոստովանություն է։ Մագդայի պատասխանը նույնպես չի ուշանում։ Նա հաստատում է, որ իր ներսում ոչ միայն ոչինչ չի մարել, այլև սերը դարձել է շատ ավելի ուժեղ։ Այս տեսարանը ապացուցում է, որ իրական սերը ունակ է հաղթահարել ցանկացած բաժանում եւ դիմակայել ցանկացած փորձության։ Սիրելի հեռուստադիտողներ, իրավիճակը պարզապես շիկացած է։
Ինչ եք կարծում, Հասմիկի եւ Բաբկենի ստոր դաշինքը կկարողանա արդյոք վերջնականապես քանդել Նորոյի կյանքը։ Եվ ինչպես կընդունի Մագդան ճշմարտությունը, երբ վերջապես իմանա իր մոր ով լինելը։ Ձեր կարծիքները գրեք մեկնաբանություններում, բաժանորդագրվեք այս ալիքին եւ միասին սպասենք հաջորդ լարված զարգացումների։